Գանք մեր ներքին խնդիրներին, այստեղ մենք ունենք երկու հարց, որից մեկն էլ համալիր է եւ կարծում եմ սրանք փոխկապակցված հարցեր են, որոնք պետք է միավորենք։ Դա այն է, որ օրինակ մեր ընկերներ Լուսիա Սանտրոսյանը այսպես կասկած է հայտնում, որ այնպեսի տպավորություն է ստանում, որ իշխանությունը ոնց որ թե ուզում է վերադարձնել իշխանությունը նախկիններին, հա? Եվ մյուս կողմից էլ մյուս մեր ընկերները Պետրոս Մարտիրոսյանը հարցնում է ինչ պետք է անի կառավարությունը, որ չի անում այս չակերտավոր փրկիչների դեմն առնելու համար։ Իդեպ նաև այս ամենն արվում է, ասվում է երեկվա իրադարձության համատեքստում, որ Ռոբերտ Քոչարյանը վարչապետի թեկնածու է։ Ի վերջո կա նաև Լևոն Տեր-Պետրոսյանի փորձը, երբ աջ ձեռքով գրում էր պատերազմ թե խաղաղություն լրջանալու պահից ձախ ձեռքով, ասենք Ռոբերտ Քոչարյանին բերում էր վարչապետ, իսկ Սերժ Սարգսյանին էլ միավորում էր ՆԳՆ-ն եւ ԱԱԾ-ն եւ նրան կարգում սուպեր նախարար։ Արդյունքում էլ տեսանք ինչ անհարմար բան ստացվեց։ Դե հետո էլ արդեն պետական հեղաշրջում եւ տերակտ պարլամենտում եւ 20-ամյա կրիմինալ դիկտատուրա։ Եվ հիմա մարդիկ հարց են տալիս, ինչա հանձնում եք նախկիններին։ Արմեն, խնդրում։ Դե գիտենք, որ արդարության հետ կապված լրջագույն հիասթափություն կա ժողովրդի մոտ, մենք անընդհատ հանդիպում ենք Լիլիթ ջան մարդկանց մարզերում, գյուղերում, չկա մի հանդիպում, որտեղ մեզ չեն խոսում եւ չեն բարձրաձայնում դատական համակարգի անկատարության մասին, դատաիրավական համակարգի խայտառակ վիճակի մասին հարցեր չեն բարձրացնում ու սա վկայում է այն մասին, որ 18 թվականի հիմքում ամենամեծ խոստումը մնում է չլուծված եւ մարդիկ ուղղակի ամեն անգամ սենց Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, նրանց ընտանիքներին առնչվող այս գործերով վերապրում են այդ ամբողջ ցավը, այդ ամբողջ ցասումը ակնհայտորեն մենք տեսնում ենք, որ ուրեմն այդտեղ իշխանությունը մեծապես թերացել է եւ 2021 թվականի այդ մուրճը այսպես որևէ կերպ վրան բանտիկ կապած սեղանին դրված է մնացել եւ այդտեղ էլ մեծ սիմվոլիզմ կա ցավոք որևէ գործողություն չի արվել այդ ուղղությամբ եւ քաղաքական կամք չի դրսեւորվել ես խոսել եմ եւ իշխանության ամենաբարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ նախարարի հետ կրկին պետք է ասել որ չկա բավարար կամք ընդհանրապես չեզոքացնելու այս ամբողջ քաղաքական կամ կիսա քաղաքական քրեական այս ամբողջ շրջանակին մեզ ուղղակի այդ դատական համակարգը ձեռ է առել այն որոշումներով, որոնք վերջին օրերին օրինակ հրապարակվեց։ Գագիկ Ծառուկյանը արդարացնում է 2017 թվականին ընտրություն չի կեղծել կամ Սաշիկ Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացնում այն ժամանակ, երբ գիտեք, որ Սաշիկը Ամերիկայում նստած այո վայելում է իր թալանած եւ հռհռում մեր արդարադատության վրա։ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքները ուղղակի ծիծաղ են առաջացնում։ Աղվան Հոսեփյանը ազատության մեջ է։ Այսինքն մենք բազմաթիվ նաև օրինակներով կարող ենք ասել, որ բավարար այսպես կամք եւ նախանձախնդրություն հանդես չի բերում գլխավոր դատախազությունը հիմնավորապես մարդկանց ցույց տալու համար, որ այս ուղղությամբ դատական ուրեմն եւ դատաիրավական համակարգը ջանքեր է գործադրում արդարության հաստատման ուղղված եւ տեսնում եմ նաեւ որ քաղաքական համակարգը ընդհանուր առմամբ դրան շատ այսպես այդ ուղղությամբ առանձնապես ջանքեր չի գործադրում ըստ էության նրանք ովքեր խորհրդարանում են ընդհանրապես բարեփոխումներով շահագրգռված չեն հակառակը նրանք ցանկանում են որքան հնարավոր է իրենց նշանակած դատավորները շարունակեն պահպանել իրենց դիրքերը դատական համակարգում
եւ բնականաբար իշխանություններից ամենօրյա հաշվետվողականություն այս ուղղությամբ պահանջող չկա խորհրդարանում նրանք էլ անում են այնքան ինչքան այս պահին իրենց հարմար է եւ որևէ այսպես դժվարություն չեն քաշում այդ ուղղությամբ։ Ես հիշում եմ օրինակ նախորդ խորհրդարանում, երբ ես պատգամավոր էի, չկար մի հարց ու պատասխան, երբ ես այս հարցերը չէի բարձրացնում, ինձ ասեք վերջի անգամ որևէ այսպես կշտամբանք այս ուղղությամբ գլխավոր դատախազին կամ արդարության նախարարին կամ վարչապետին հնչել է թե ոչ։ Հակառակը հասել է նրան, որ վարչապետն ինքը վերջերս արձանագրեց, որ դատական համակարգի խնդիրները շատ ավելի ծանր են, քան ինքը կարող էր նույնիսկ պատկերացնել։ Եվ այն պատուհանը, որ հեղափոխությունից անմիջապես հետո տրված էր շուտափույթ դատական համակարգ առողջացնելու, զտելու, վեթինգի ենթարկելու եւ ահռելի մանդատ կար մինչեւ 44 օրյա պատերազմը այդ հարցերով զբաղվելու իշխանությունը ուղղակի որոշեց որ թողնենք թող դատավորները խելքի գան, չգիտեմ ինչ անեն եւ այլն։ Շանս տան։ Արդյունքը մեր աչքի առջև է, մարդիկ ովքեր մարտի 1-ի գործով կարևորագույն դատական այսպես ապօրինությունների հեղինակներ են, առաջ խաղացում են ունեցել հեղափոխությունից հետո։ Մնացական Մարտիրոսյանը այսօր կենտրոն դատարանի նախագահն է։ Մնացական Մարտիրոսյանը ինձ է դատել, Ժիրայր Սեֆիլյանին, Վարդան Մալխասյանին, 7-ի գործով հիշում եք մարտի 1-ի գործով 7-ի հայտնի դատավարություն, Նիկոլ Փաշինյանի դատավորն է, այսինքն Լիլիթ, այս հարցը ակտուալ է նաև նրանով, որ Ես կուզեի, որ Լիլիթը երեկվա միջոցառման մասին օրինակ խոսեր եւ Ռոբերտ Քոչարյանի ելույթի մասին։ Հենց դրա մասին էր խոսքը, որ Ռոբերտ Քոչարյանը հռչակվում է վարչապետի տեխնացու, այսինքն նա ստանում է լեգալ հնարավորություն վերականգնելու այն ռեժիմը, որի պարագլուխն է եղել 10 տարի, որի օրոքել մենակ տեղի ունեցածը միայն թվարկելը ամբողջ եթերը կավարտվի, չթվարկենք, բոլորս ապրել ենք, գիտենք։ Եվ հարցնում է, որ այս Պետրոս Մարտիրոսյանն էլ հարցնում է, որ դեմոկրատիա խաղալու ժամանակը չի։ Եկեք մի հատ ճշտենք տերմինները։ Որն է դեմոկրատիան եւ ով ինչ է խաղում։ Պարոն Պետրոս Մարտիրոսյանը կարող եմ ասել, որ ուրեմն Նիկոլ Փաշինյանը չի խաղում դեմոկրատիա, սա հստակ ծրագիր է, ես ավելի պեսիմիստական գնահատական ունեմ, որի նպատակն է պահել այս նախկիններին որպես ընդդիմադիր։ Եթե իրենք ձերբակալվեն, պատասխան տան, մենք չենք ասում Չաուշեսկու օրինակով, ընդդիմություն չի լինի հարմար։ Ես հեռու եմ այն մտքից, որ գլխավոր դատախազը ինքնուրույն ինչ-որ որոշումներ է կայացնում։ Երբ որ իշխանություններին պետք է Գարեգին II-ը դուրս չի գալիս Հայաստանից։ Բագրատ Գալստյանյանը պատժվում է։ Հարց եմ հնչեցնում, իրենց քայլերը ավելի կոպիտ են Հայաստանի Հանրապետության հանդեպ եղել, չեմ արդարացնում, ես չգիտեմ դեռ ինչու են մեղադրում։ Կամ եթե Գայիկ Ծառուկյանը արդարացվի, ուրեմն Նիկոլ Փաշինյանը սուտ է խոսել, որ նա ընտրությունները կեղծել է։ Թող ուրեմն Գայիկ Ծառուկյանը իր հեղինակությունը վերականգնի, այսինքն այն ինչ անում են Հայաստանի իշխանությունները, առաջին հերթին հարված է մեզ նման մարդկանց, ովքեր խոսում են, որ նախկինները եւ դա ելնելով Նիկոլ Փաշինյանի խոսքերից երկիրը թալանել են, իսկ հիմա իրենք արդարացվում են։ Հիմա ինձ կարող է Ռոբերտ Քոչարյանը դատի տա։ Եվ ճիշտ կանի օրինակ, կասի ես չեմ թալանել, կամ Գագիկ Ծառուկյանը, հենց դատանի վճիռ։ 2017-ի ընտրություններն էլ ազնիվ էին, 18-ի հեղափոխությունն էլ ինչ-որ պատահականություն։ Կա մարդիկ, որոնք Սորոսի արածներ։ Մարդիկ, որոնք հպարտանում վճարել են Նիկոլ Փաշինյանին, այսօր Ինտերպոլը իրենց գլխավոր դատախազությունը չի դիմել, որ նորից հետապնդումը վերսկսի, ես այդ հարցը անդադ բարձրաձայնում եմ, ուրեմն վճարել են։ Ինչի՞ չի սկսվում։ 350 միլիոն դոլարի մասին եք առաջինի եթերում հանրային հեռուստաընկերության խոսում։
Եվ սա դեմոկրատիա չի։ Սա խաղ է, ինչու ես իրավաբան եմ, ես գիտեմ, որ լիովին Նիկոլ Փաշինյանը օրենքի սահմաններում կարող է լուծել այս խնդիրը։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Մայր Սանդուից օրինակ թող վերցնի, մերձբալթյան երկրներից օրինակ թող վերցնի, տարբերակներ կա, լյուստրացիա կար, անցումային արդարադատություն կար, եւ դրա համար ես մերժվեց։ Եվ այստեղ ես ձեզ հետ ուզում եմ համաձայնել, եթե դեմոկրատիա լիներ, մենք այս վիճակում չէինք լինի եւ Ռոբերտ Քոչարյանը հաստատ արդեն պատժված կլիներ։ Սա անարխիա է, սա դեմոկրատիա չի։ ԱՄՆ-ում դեմոկրատիա չի, որ եթե այդտեղ պարզվի, որ նախկին նախագահը ուղղակի թալանել է երկիրը, ուրեմն դա դեմոկրատիայի դեմ է, որ ինքը պատասխանատվության է ենթարկվում։ Եվ դրա համար իմ հիասթափությունը մեծ է, շատ հաճախ ինձ ասում են ինչու է քննադատում իշխանությունը, այսինքն իշխանությանը մենք արդեն 8-րդ տարին մանդատ էինք տվել, չէ՞, մի հարց լուծելու համար։ Բոլոր օլիգարխների ցուցակը ես ներկայացնելու եմ իդեպ մինչև ընտրություն այն մարդկանց ցուցակը ահռելի, դա միայն Սերժ Սարգսյանի եղբայրները չեն, որոնք դուրս են եկել երկրից եւ շարունակում են բիզնես գործունեություն իրականացնել միջնորդավորված Հայաստանում եւ Նիկոլ Փաշինյանը դրա մասին գիտի։ Կամ եթե ինքը չի կարող այդ հարցը, ուրեմն թույլ ղեկավար է, բայց ինչու է խոստում տալիս, էլի գալու է այդ խոստումը տա, ուրեմն ասա ես չեմ կարող։ Ինչու եք խափում ժողովրդին, եթե իհարկե դուք չեք։ Մեկ ասում եք ով է այն դատավորը, որ պիտի ինձ չլսի։ Իհարկե դա հակասահմանադրական է։ Դե այդ ձևով լուծեք, ժողովուրդը տվել է այդ մանդատը։ Ինչ վերաբերում է երեկվա իրադարձություններին, ես կարող եմ ասել, որ Ռոբերտ Քոչարյանի ամենասիրելի գործիչը Նիկոլ Փաշինյանն է, որովհետև Նիկոլ Փաշինյանը ուղղակի նրան հնարավորություն է տվել ոչ միայն չկրել պատիժ իր քայլերի համար, օրինակ երկաթուղին այսօր որ մենք թրիփի մասին ենք խոսում, որ կողը չիրականանա, Գույք Պարքի դիմաց երկիրը դա իր վերջի տարվա ընթացքում է կատարել իշխանության, որ մենք կախված ենք Ռուսաստանից եւ չենք կարողանում ելք գտնել, դրա համարով պիտի պատասխան տա։ Եվ կարճ ասեմ, Ռոբերտ Քոչարյանը երբևէ չէր կարող երազել, որ 8% ձայն կհավաքի, եւ նա դա հավաքել է, եւ կարող է ավելի շատ հավաքել, գիտեք ինչու, ես միշտ այդ վախը տեսնում եմ, եթե իշխանությունների հանդեպ վերաբերմունքը փոխվի արմատապես, ժողովրդի մեջ այդ տեսակետը, որ ավելի լավ չէր, ես լսում եմ այդ մարդկանց եւ ցավում եմ, ես էլ եմ մարդկանց հետ հանդիպում, լավ էր էլի այդ հեքիաթներին հավատում են, այնվաղ պատերազմ չկար, ուժեղ էինք, Պուտինը լավն էր, հիմա որ սահմանը վերին փակի Իվանիշվիլին կասեն Սամվել Կարապետյանը պիտի գա եւ մենք ինչ ենք անելու Նիկոլ Փաշինյանը կարող է ինքը պատասխան չկրի, բայց մենք ենք մեր երկիրն է դուժելու դրա համար ես շատ բացասական եմ վերաբերում այս իշխանությանը։ Ես կարող եմ միայն ասել, որ ինքնին Ռոբերտ Քոչարյանը ի տարբերություն իր հիմնական գործընկեր քաղաքական ուժերի Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի միակն է, որ հայտարարում է, որ ինքը ուրեմն վարչապետ դառնալու հավակնություն ունի։ Սամվել Կարապետյանը չի կարող դառնալ վարչապետ, Գագիկ Ծառուկյանն էլ ասում է, ես վարչապետի տեխնացու չեմ։ Ուրեմն բոլորի վարչապետի տեխնացուն Ռոբերտ Քոչարյանն է։ Փաստորը։ Ուրեմն նախ էս արձանագրումը անենք, երկրորդ ես համաձայն եմ Լիլիթի հետ, որ Նիկոլ Փաշինյանն է ըստ էության հնարավորություն տալիս Ռոբերտ Քոչարյանին հանդես գալ ոչ թե մեղադրյալի աթոռին բանտախցում, այլ համալիրում կանգնել ուրեմն ելույթ ունենալ, ցուցմունք տալու փոխարեն ելույթ ունենալ եւ ծարմրվելով ուրեմն ծանր այդ ելույթը կարդալով հայերեն տեքստը ուրեմն արտաբերել։ Եվ սա մարդկանց ուղղակի մեր հասարակության նյարդային համակարգն է ուղղակի տակն ու վրա անում ամեն անգամ ու մենք իհարկե չպիտի հոգնենք կրկնելու, որ այս քաղաքական կամ քվազի քաղաքական այս ամբողջ շրջանակը, որոնք պետության զավթիչներ են իրականում, մնում են անպատիժ նաև եւ քաղաքական իշխանության եւ իրավական համակարգի ոչ բավարար, այսպես խիզախության պատճառով քաղաքական եւ իրավական գնահատական չի տրվել առաջին օրից, դա երբեք ուշ չի անելը, ես կարծում եմ, որ դրա համար բազմաթիվ առիթներ, նորանոր առիթներ ծագում են եւ դրա վերջին առիթը մենք նախորդին դրա մասին եւս խոսում էինք 2025 թվականի սեպտեմբերի 18-ի մարտի 1-ի գործով մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներ, որ ըստ էության պետությունը, որը ունի շատ կոնկրետ անուն ազգանուններ,
առնվազն այդ օրվա քաղաքական կոալիցիայի մաս կազմող ուժերը, Հայեղափոխական դաշնակցություն, Հանրապետական, Բարգավաճ Հայաստան, կոնկրետ մարդիկ, ամբողջ դատախազական, քննչական մարմինները պարլամենտի կազմակողմ քվեարկած ուղղակի մասնակցել են պետության զավթմանը։ Այդ ամբողջ քաղաքական կամ քրեական այդ ամբողջ շրջանակը այսօր մասնակցում է ընտրություններին։ Այդ նույն մարդիկ այսօր մասնակցում են ընտրություններին, իրենք որևէ մեկը իրենցից պատասխան չի տվել եւ այսինքն համալիրներ են լցնում։ Սա է պատասխանը եւ դրա համար մարդիկ այսպես հիասթափված են եւ կարծում են, որ իրականում ժողովրդավարությունը թուլություն է, մինչդեռ ժողովրդավարությունը հենց պիտի այդ անհրաժեշտ ավյունով օժտեր իշխանությանը ավելի հետևողական գտնվելու այս տարրերին ուղղակի չեզոքացնելու քաղաքական միջավայրից ոչ միայն ընտրությունների թույլ չտալու, որ նրանք մասնակցեն, այլև ընդհանրապես քաղաքական պաշտոն զբաղեցնելու իրավունք չպետք է քաղաքականության մեջ որևէ դերակատարում եւ որևէ պետական պաշտոն նրանք իրավունք չունեին զբաղեցնել։ Այդ նույն դատավորները, նույն դատախազները, նույն քննիչները, ովքեր քննել են այդ գործերը եւ հազարավոր մարդիկ այդ իրադարձությունների ուղղակի հետևանքով զրկանքներ են կրել կոնկրետ այս մարդկանց որոշումներով, այսպես մարդիկ այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում, մարդկանց ճակատագրեր են շարունակում տնօրինել ու սա չի կարող մեզ չանհանգստացնել։ Այսա լրջագույն խնդիր է շարունակում մնալ, որը մեզ թույլ չի տալիս նաև արտաքին սպառնալիքները այսպես արժանիորեն դիմագրավելու հույս ունենալ։ Եթե մենք երկրի ներսում արդարության նկատմամբ այսպես համատարած անվստահություն ունենք, որ պետությունը ի վիճակի չի մարդկանց արդարություն բերել, այսինքն մենք չենք տեսնում, որ գործող իշխանությունները բավարար կամք են գործադրում եւ ջանք են ներդնում նորմալ դատական եւ իրավապահ համակարգ ստեղծել մեր ժողովրդի համար։ Այդ ժողովուրդը չի կարող արտաքին սպառնալիքներին բավարար չափով դիմագրավելու ռեսուրս ունենալ, պոտենցիալ ունենալ, ուժ ունենալ, դիմադրողունակություն ունենալ։ Իդեպ ես ներողություն անհավանական գուցե իմ սցենար կասեմ, բայց չգիտեմ ինչու կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը դեռ կարող է լինել վարչապետի տեխնացու, քաղաքապետի մասին է նախկին վարչապետի մասին է խոսքը գնում, նա շատ է վերջերս ակտիվացել, ես կարծում եմ Ռուսաստանը մեկ քայլով չի գնալու այս ընտրությունների մի քանի տարբերակներ։ Մատրյոշկա է մտցնելու։ Իդեպ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմից անուններ չտամ, ասում են, եթե Վազգեն Սարգսյանը չգնար Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, այսպիսի իրավիճակ չէինք ունենա։ Նախ առաջինը Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահ էր։ Այսինքն որոշողը ինքն էր, այդպես հեռանալ գնալ ապրել սև շենքում, այսինքն վերցնեիք պատասխանատվություն, եթե պետք էր Վազգեն Սարգսյանի դեմ էլ ինչ որ քայլեր, տենց այդպես ասել ես գնացի ցտեսություն, հետո 30 տարի անց գալ ասել դուք եք մեղավոր, չբերեիք իրենց Լեռնային Ղարաբաղից։ Մինչև գնալ այդ մի քանի քայլերը ինչի մասին էին։ Ռոբերտ Քոչարյանն արդեն վարչապետ էր։ Սերժ Սարգսյանն արդեն սուպերնախարար էր։ Ինչի մասին։ Եթե դա դուք չէիք ուզում անել, առնվազն Սերժ Սարգսյանից կարող էիք, հա, ներքին գործերի նախարարությունը եւ ազգային անվտանգության ծառայությունը հետ բաժանել եւ ուրեմն օրինակ, չգիտեմ, ներքին գործերի նախարար նշանակել ձեր ամենահավատարիմ մարդկանցից մեկը։ Առանց Վանոս Իրադևյանին անելու դնեիք այդ պաշտոնին։ Եթե նպատակը իրականում պատերազմի կուսակցությանը իշխանությունը հանձնելը չէր, որովհետեւ ի վերջո ամեն ինչ արեցիք, որպեսզի Հայաստանին 20-ամյա մղձավանջի մեջ պահեք անունը դնելով, որ խաղաղության կուսակցությունը պարտվեց, պատերազմի կուսակցությունը վերցրեց եւ հայ ժողովուրդը 20-ամյա այդ դժողքի միջով անցավ այդ արտագաղթների ու այդ հալածանքների միջով, իդեպ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ մենակ մարտի 1-ը չի, ես արյունոտ տասնամյակ ձեռնարկի հեղինակն եմ, տասնյակ մարդիկ են սպանվել քաղաքական հայացքների համար, հետապնդումների մասին, չխոսեմ ծեծ ու ջարդերի մասին, չխոսեմ պետության գույքը օտարել, ձեր ընտանիքը դրա մասնակիցն է եւ սա է, մենք չենք կարող որևէ պարագային սա թույլ տալ, որ տեղի ունենա մեզանում։
Լիլիթ բացի այս գործոններից էլ, որը մենք նոր քննարկում ենք, կարծեք ոնց որ ներսի դարդքի չէ։ Հիմա էլ իրադարձություններ են ծավալվում նաև այն համատեքստում, որը նախ եւ առաջ որի մասին մենք իմացանք արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությունից, դրան հավելյալ Դանիել Իոաննիսյանը արդեն որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ իր հետաքննություններ արել եւ այսօր արդեն առաջին հայ պաշտոնյան, որը փաստորեն հաստատեց Դանիել Իոաննիսյանի ասացի ճշմարտացի իսկությունը, դա Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարե Սիմոնյանն էր։ Որ այո, դա տեղի է ունենում եւ այն համայնական կառույցներում մեծ լարվածություն է Ռուսաստանում, հայկական համայնական այդ հատվածներում, որին սերտորեն մասնակցում է եկեղեցին եւ դեպ ասեմ, որ այդ ավտոբուսների հիմնական ծրագիրը ռուսական իշխանությունները համակարգում են ուրեմն Ռուսաստանում նոր Նախիջևանի եւ Ռուսաստանի թեմի Եզրաս arczepiskopos-ի ուղիղ եւ իր շրջանակի եւ իր ենթակաների հետ եւ պատահական չի որ ցույցերը վերջին Հայաստանի դեմ ցույցերը իրականացվում էին եկեղեցիների բակերում այո եւ հիմա այս նույն մեր քաղաքացին Պետրոս Մարտիրոսյանը որ այսպես համալիր հարց է տվել հետեւյալն է գրում որ համոզված եմ թե ինչ տեղի կունենա որ ոչինչ չարվի երբ այդ 200-300 հազար մարդիկ գան Հայաստան չի ասում ինչ տեղի կունենա բայց համոզմունք է հայտնում որ ինքը գիտի ինչ տեղի կունենա իշխանությունն ասում է մենք հավելյալ այդ 200,000 170,000-ը մեզ է ձայն տալու Այսինքն Ռուսաստանից եկած բերված 170,000-ը ասում կտեսնի փոփոխությունները իր ունեցվածքը տնեցիների մի մասին էլ պատանդ թողած ընդեր գալու է ու տա ձայն իրենց Այսինքն իշխանությունը հայտարարում է որ որևէ բան չի պատրաստվում այդ ուղղությամբ փաստորեն անել Դե ասել են գլուխը պատին են տալիս, դա լուծումն է։ Այս գլուխը պատին տվեցին եւ ավարտվեց։ Գիտեք, իհարկե շատ դժվար է մեծ համայն կա Ռուսաստան, իդե բոլորը չի, որ նախկին իշխանությունների եւ Պուտինի աջակիցներն են։ Համաձայնում, ես շատերի ճանաչում եմ, որ այո, հիմա մարդիկ իրենց նախ պետք է աշխատատեղեր ստեղծել, որ այդ մարդիկ վերադառնային, ուրախորից չեն գնացել, եւ երկրորդը խնդիրը որն է, դու պիտի չեզոքացնես, եթե իհարկե ցանկություն կա, այն շրջանակներ, որոնք կարող են օգտագործել այդ ներուժը։ Մենք խոսեցինք նոր, եթե դու թողնում ես իրենց դաշտում, եթե այդպիսի մարդիկ չլինեն, խոսքը ռուսամետներին չի վերաբերում, մեր մոտ քրեականացված չի Ռուսաստանի սիրելը, ի տարբերություն Ռուսաստանի, մեզ մոտ այդպիսի ինոագենտների խնդիր չկա։ Սա ազատ դեմոկրատական երկիր է։ Եվ կան իրոք մարդիկ, որոնք ասում են Ռուսաստանի հետ է մեր ապագան։ Մենք չենք ընդունում, բայց չենք ասում իրենց ձերբակալեք։ Խոսքը վերաբերում է այս տարերին, որոնք ունեն մեծ գումարներ, Հայաստանը փոքր երկիր է, ունեն դրատվամիջոցներ, ունեն սափրագլուխներ, իդեպ օլիգարխները, որոնք պետք է պատասխան տային սափրագլուխների գործունեության համար հիմա արդարացվում են, շնորհիվ Նիկոլ Փաշինյանի դառնում են խոշոր սեփականատեր, այսինքն իրենք են թողել այս վիճակը։ Ես կարող եմ հիմա ամեն օր քննադատել Ռոբերտ Քոչարյանին, բայց նա արդարացված է նորից ուզում ասել շատ գործերով, եւ երկրորդը, եթե իրենք ոչինչ չեն անում, մի հատ էլ ասում են մենք որևէ խնդիր չունենք, մենք ոչինչ չենք կարող անել դրա դեմ Այսինքն Մոլդովայում ինչու չկարողացան, մեծ համայնք կա, չէ, Ռուսաստանում Մոլդովայում, բայց չկարողացան, որտեղ մայրը սանդուն, ես միշտ այդ օրինակը բերում եմ։ Օրենքով այդ խնդիրը փակ է։ Պաբեդա բլոկը քվեարկությունից, եթե չեմ սխալվում, մի շաբաթ թե 10 օր առաջ միանգամից հանեց ընտրություններին դատարանի որոշում։ Ինչու, որովհետև մեծ հետաքննություն իրականացվեց եվրոպացի այդ որ հիբրիդ պատերազմի դեմ պայքարում են, որ Իլոն Շորը ցանցեր է ստեղծել, այնտեղի օլիգարխն է ռուսական եւ ապօրինի փողի շրջանառություն ֆիքսեցին եւ որոշեցին Կիրենկոն ոչինչ չկարողացավ փոխի, այսինքն հարցը փոքրությունը չի, հարցը ցանկությունն է։ Դրա համար ես պատասխանը նույնն է, որ Հայաստանի
իշխանությունները կամք չունեն եւ գուցե նաեւ հարմար է իրենց այս ընդդիմությունը կրկնում եմ, որովհետեւ անհարմար հարցեր չի տալիս Հայաստանի իշխանություններին։ Եվ մի բան ասեմ, ես ինչ եմ կարծում Վլադիմիր Պուտինը ինչ է այստեղ ուզում իրականացնել։ Մաքսիմալ այո, նա կցանկանար, որ Նիկոլ Փաշինյանը չլիներ իշխանության։ Մյուս կողմից Վլադիմիր Պուտինը նաեւ գիտի, որ Հայաստանում ռուսամետ ուժերը չունեն հեղինակություն։ Նա փորձում է փխրուն մեծամասնություն թողնել Նիկոլ Փաշինյանին, գիտի, որ տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանից, դիվերսիֆիկացիա բառը մնաց սառույցի վրա Հայաստանում եւ ընտրություններից առաջ նա լուրջ խնդիրներ կարող է ստեղծել։ Այսինքն այնինչ հիմա կա, այսպես հարմար է։ Այսինքն ոչ այնքան մանևրի դաշտ ունեցող իշխանություն եւ վրան այն կոնտր գայկայի նման ձգած 5-րդ շարասյուն եւ 6-րդ պալատ։ Դա չէ, որ մենք ռուսամետ է Նիկոլ Փաշինյանը, դրա մասին չի խոսքը, կամ չենք ասում պետք է հայհոյի Վլադիմիր Պուտինին, հասկանում ենք, դա գազան է, արյունոտ եւ մենք շտանգի մեջ ենք, բայց որևէ քայլ չի արվել դիվերսիֆիկացիայի ուղղությամբ, ստանդարտները եվրոպականին մոտեցնելու ուղղությամբ, ընդհանրապես մենք չենք տեսել, որ օրենք ենք ընդունել 1 տարի առաջ Հայաստանի եվրոպական միության անդամակցության մեկնարկի մասին օրենք ենք ընդունել այդ ուղղությամբ։ Որևէ գործնական քայլ կառուցվածքային առնվազն մեզ մոտավոր շրջանակ, հա, թվական։ Օրինակ ասվի, որ մենք ծրագրում ենք 3 տարում հասնել այստեղ, 5 տարում օրինակ հայտ ներկայացնել Եվրամիության անդամակցության, գործարարներին կանչել կառավարություն ասել, որ տղերք, մենք ձեզ պատրաստվում ենք աջակցել 5 տարվա կտրվածքով, որպեսզի դուք ձեր ստանդարտները փոխեք եւ Եվրոպա պիտի գնանք, եվրոպական շուկայում պիտի դուք տեղ ունենաք։ Եվ մենք դրա համար պատրաստ ենք ձեզ լսել, հասկանալ ինչ կարիք ունեք, որպեսզի ուրեմն ուղղենք այս մարդկանց ապրանքը դեպի գնողունակ 450 միլիոնանոց, 18 տրիլիոնանոց, 18 տրիլիոն եվրոյի կարողություն ունեցող շուկայի մասին ենք խոսում։ Հասկանում եք, մենք այս բոլորը թողել ենք ուրեմն մնացել ենք պատժամիջոցների եւ դեգրադացվող, այո, տնտեսությունը ստեյության չունեցող մի երկրի բան ենք, այսպես կցորդ ենք շարունակում մնալ, ուրախանալով Ռուսաստանի պատժամիջոցների արդյունքում մեզ ինչ որ, չգիտեմ, վերարտանման, ասենք ձեզ սանկցիաների կենթարկենք, դա շատ տարօրինակ է եւ որ չենք գիտակցում, որ այդ հնարավորությունն էլ կա, եթե Տրամպը հասկանա, որ Վլադիմիր Պուտինը չի լսելու իրեն եւ չի կիսելու աշխարհը, ինքը ցանկանում է ողջ Ուկրաինան, ԱՄՆ-ն արդեն պատժամիջոցներ կդնի նաեւ Հայաստանում, ինչպես Սերբիային ասում է, մի գնի, չեմ թողնում եւ այնտեղ կոլապս է հիմա էներգետիկ։ Եվ գիտեք, ամենակարևորը ժողովրդի հետ պետք է անկեղծ խոսել։ Եթե դուք գաք, ինչպես Ուկրաինան, բացատրեք, որ մենք ունենանք խնդիրներ ժողովուրդ։ Մենք տեսել ենք այդ խնդիրներով ապրել է ժողովուրդը։ Կարող է սկզբում բարդ լինի, բայց մենք, որ ասում են պետություն կդառնանք, ինքնիշխան կդառնանք, ես վստահ եմ հայ ժողովրդի մեծամասնությունը ինչ որ զեկանքների համաձայն է։ Եվ բացի այդ ժողովուրդը չգիտի ինչ է նշանակում Եվրամիություն։ Պետք է գնալ, խոսել, բացատրել, որ դա այդքան էլ բարդ ճանապարհ չէ։ Այնպես է ներկայացնում, կարծես հայ ժողովուրդը ներողություն հազարական ճոկոլասի ինչ որ միշտ մակարդակի վրա պիտի մնա։ Վիճակի չի այո, եվրոպական։ Այսինքն Մոլդովան կարող է, Հայաստանը չի կարող։ Դա ինչ որ Մարս թռնելու պես մի անիրական մի բան է։ Այո, բարդ է իշխանությունների համար։ Այո, պետք է շատ աշխատել։ Այո, 10 անգամ ավել պետք է ջանք գործադրել Եվրամիության անդամ դառնալու հավակնություն ունեցող որևէ իշխանություն։ Բայց դրա համար քաղաքական կամք է պետք եւ ինձ ասեք իսկ որն է դրա այլընտրանքը Հայաստանը հարատևելու որպես ինքնիշխան պետություն այս տարածաշրջանում հարատևելու այլ մոդուս ասում են բալանսավորող եւ բալանսավորված, որի տակ որևէ նշանակում ենք մնալ հապկում, շարունակում ենք մնալ եւ մնում ենք եւ չենք մնում եւ եվրոինտեգրվում ենք եւ չենք եվրոինտեգրվում միաժամանակ մի հակասությունների այսպես մի ընդհանրություն ոչ մի բանի մասին եւ շատ կարճ ամփոփելով էլի ինչ պետք է անի կառավարությունը որ չի անում այս փրկիչներից մեզ դեմն առնելու համար ես ավելի շատ կուզեի որ մենք մեր անելիքների մասին խոսեինք որտեվ կարծում եմ կառավարությունը շատ լավ գիտի
ինչ պիտի անի, բայց չի անում եւ դա է պատճառը, որ նաեւ մեզ որակյալ ընդդիմություն ձևավորելու հրամայական առաջ բերում, որպեսզի իշխանությանը ուղղակի հնարավորություն չտանք չանելու այն, ինչ իրենք գիտեն, որ պիտի անեն, բայց չեն անում։ Ես խորապես համոզված եմ, որ եթե մենք խորհրդարանում ունենայինք որակյալ ներկայություն, ընդդիմություն, իրական ընդդիմություն, պրո-հայաստանյան ընդդիմություն, ոչ թե այն ինչ ունենք։ Այս իշխանությունն էլ բավարար ջանք կգործադրեր, բավարար քայլեր կգործադրեր եւ ներքին ինստիտուցիոնալ խնդիրներում, այդ թվում նաև իրավապահ համակարգի դատական իշխանության ուղղությամբ, նաև արտաքին ճակատում մենք կունենայինք զգալի հաջողություններ եւ այս տարերային, այս հեղեղուկ, այս անորոշ ուրեմն իրավիճակը չէինք ունենա եւ կարծում եմ այստեղ էլի խնդիրը մնում է ընդդիմության եւ ընդդիմափոխության հարցը, որը օրհասական ուղղակի նշանակություն ունի, հատկապես Հայաստանի եւ Միացյալ Նահանգների, Հայաստանի եւ Եվրամիության տարածաշրջանում այս նոր իրողությունների համատեքստում ես կարծում եմ, որ ներքին համախոհությունը այս գործընթացներին չափազանց կարևոր է, որ այս գործընթացները կախված չլինեն մի մարդուց, մի քաղաքական ուժից եւ մի ընտրական ցիկլից։ Սրանց կայունությունը եւ շարունակականությունը պիտի երաշխավորված լինի քաղաքական ողջ դասով, անկախ նրանից դու ընդդիմություն ես թե իշխանություն։ Եվ սա է իմ պատկերացմամբ լուծումը եւ առաջիկա նաեւ գործընթացների, ընտրական գործընթացների գլխավոր հարցը գուցե եւ ոչ թե այնքան իշխանության հարցն է, որքան ընդդիմության։ Լիլիթ Ես ցավով պետք է նշեմ, որ դեռ աշխատում է այդ նախկին ներկա ուրեմն բանախոսություն, եւ ես միշտ նշում եմ, որ հայ ժողովրդին ես դրանում չեմ մեղադրում, ժողովուրդը սիրում է տեսարաններ, օրինակ հիմա Ռոբերտ Քոչարյանը, որ հայտարարում է վարչապետի տեխնացիոն, դա նվեր է ուղղակի Հայաստանի իշխանություններին, եւ եթե նա մեկ ամիս ձերբակալվի, խոսես դրա մասին, էլի հեղինակություն, այսինքն նախ պիտի հարցնենք ինչու ես դու այդքան ատելի, որ մենք չենք կարողանում քո դեմ 8 տարի պայքարել, քեզ հեռացնել ես դիտումները, որ ասենք ասում ենք Քոչարյանի հետ իրենք բանավիճում են, դիտումները շատ բարձր է, ես ինչ կարող եմ դրա դեմ, ասենք ծրագիր բերել, ժողովուրդը չի ուզում լսի, կառուցողական, չէ, շատ հավես է, որ մենք լսում ենք, քո տղան մարդասպանա, դա հաճելի է։ Սա մեկ, երկրորդը ամենակարևորը այս ներքին ներկա, նախկին ներկայիս ներքին հակասությունները պիտի ավարտվի, որովհետև հայ ժողովուրդը փոքր է այստեղ, 3 միլիոնական ժողովրդի բաժանել նախկին ներկա, եկեղեցու հետևորդ ես, թե հետևորդ չես։ Իրական նախկինների դեմ պայքարեք, մի քանի հոգի են։ Եթե նույնիսկ հանրապետական եղել, այսօր կառավարության փոխվարչապետերը նախկին հանրապետական եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամներ են, այսինքն մենք չենք ասում բոլոր հանրապետականները պետք է ոչնչանան, ներողություն կամ բոլոր դաշնակցականները, եթե պետությանը վնաս չեն տվել, չեն հալանել եւ ընտրություն չեն կեղծել, մենք ժողովրդին չենք բաժանում սև սպիտակի, որովհետեւ կադրեր են պետք։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը երբ օրինակ Արտուր Օսիպյանին կամ, չգիտեմ, Արտուր Վանեցյանին կամ Օսիպյանին նույն տանում էր Վալերի Օսիպյանին իր թիմ, գիտեր, չէ՞, իրենք որ նախկին են, բայց ժողովուրդը չէր ասում ինչու է ստանում։ Հետո երբ որ տեսանք, որ այդ մարդիկ էլի նախկին են, այդ ժամանակ էին այդ հարցերը հնչեցնում։ Այսինքն դիմադրելու համար պարոն Բաբաջյանը սկզբում նշեց, պետք է ժողովուրդը միասնական լինի, որքան հնարավոր է տարաձայնություններով։ Արդարադատությանը հավատա, չասի, էլի տենդերաշահում, միլիարդատերը էլի է ու փոսերը առաջանում փողոցներում։ Ռոբերտ Քոչարյանի խնամուն պատկանող ասում է այդպես չի ինքը, բայց համենայն դեպս օրինակ Նիկոլ Փաշինյանի հայկական ժամանակը տարիներ առաջ գրել էր, որ տենդերները կեղծիքով է շահում, էլի է շահել համենայն դեպս նույնիսկ այս ոչ ասֆալտապատման մասն է խոսքը։ Հետո իրական դիվերսիֆիկացիա դաշնակիցների, որևէ մեկը չի ասում եկեք հայհոյեք ամեն օր Վլադիմիր Պուտին, դա ձեռնտու է դե Պարեզ Զախարովային, ահա կերպար է ստեղծել Նիկոլ Փաշինյանը։
Զելենսկին է, իհարկե այդպես չի, եւ մենք չենք ուզում իր հետ շփվենք, լավ էլ շփվում են, լավ էլ հարաբերվում են եւ որևէ խնդիր չունեն, այսինքն այս կերպարը հարմար է Ռուսաստանի, պետք է լինել կոնստրուկտիվ, բայց տալ հարցեր, օրինակ դուք հիմա պաշտպանելու եք մեր անվտանգությունը կամ հիբրիդ սպառնալիքը իրենց հետ քննարկեք, հանդիպում եք, գայիս եք մեզ ասում եք, մեզ ուզում են ոչնչացնել, դուք գնում եք Մոսկվա, չէ՞, այդ հարցադրումները արեք, ասում եք ինքնիշխան պետություն եք, ինչու եք Չէ, գնում են Մոսկվա, ասում են մենք հյատումից դուրս գալու մտադրություն չունենք, հապկից դուրս գալու մտադրություն, ապա այնտեղ ասում են, բա դուրս եկեք, Տիկին Զախարովան, այսինքն ազգային ժողովում մենք մի բան ենք խոսում, գնում ենք Մոսկվա, լրիվ։ Ես կարծում եմ Հայաստանը պիտի ոչ թե կոնկրետ ինչ-որ մի դաշինքի անդամ դառնա, փորձի տարբեր երկրների հետ այսպես հարաբերություններ խորացնել, որոնց նպատակը տարածաշրջանում օրինակ Թուրքիային հակակշռելն է, պատերազմի մասին չի խոսքը, շահերի բախման, Սաուդյան Արաբիա, նույն արաբական աշխարհում, Իրանին հակակշռելն է ինչ-որ առումով Ռուսաստանին հակակշռելն է, հավասարակշռել, այո, զենքերի ուրեմն գնում մեր երկրի ներսում ռազմաարդյունաբերությունը պիտի զարգանա, մենք պիտի կախված չլինենք որևէ երկրի ԱԹՍ-ներից։ Տնտեսությունը իրոք ես բարեփոխումներ չեմ տեսնում, հիմա էլ գնաճ է սպասվում, արդեն պաշտոնապես հայտարարել են Իրանի դեպքերի հետ կապված։ Մենք պիտի բարեփոխենք տնտեսությունը, այդ օլիգարխիկ համակարգը դեռ պահպանվում է եւ դա որևէ մեկի համար նորություն չի։ Եվ այստեղ շատ կարևոր բան եք ասում դուք էլ ասացիք, որ պիտի ամփոփենք, պարենային անվտանգություն։ Մենք գնում ենք, տեսնում ենք, թե հեկտարներով հողերը անմշակ են մնում, պատշաճ աշխատանք չի տարվում, վարելահողերի կեսից ավելին 80% մեր ցորենի բերում ենք Ռուսաստանից, մինչդեռ պատերազմի այս սպառնալիքների պայմաններում որևէ երաշխիք չկա, որ այս ռեգիոնալ սպառնալիքները այսպես շատ արագ անցնելու են։ Մենք պիտի այդ պարենային անվտանգության հարցերը բերենք օրակարգ եւ այս հարցերի շուրջ պիտի լինեն հիմնական քննարկումները, ինչը արվում այդ ուղղությամբ, որովհետեւ նախ այդ 80%-ը պիտի առնվազն խնդիր դրվի մի քանի տարվա ընթացքում շեշտակի իջեցնել, մենք պիտի ցորենի արտադրության ուրեմն նոր հստակ քայլեր այդ ուղղությամբ իրականացնել։ Մենք պիտի ուրեմն ներսում անմշակ հող չթողնենք։ Այսինքն այս իրավիճակում մենք ունենալով եւ ջուր եւ հող, բայց պատշաճ չկարողանալով կառավարել, մարդկանց չկարողանալով մոտիվացնել, որ այդ հողը կարողանան մշակեն, գյուղատնտեսության անհրաժեշտ ուղղությամբ քաղաքականություն չվարել, որպեսզի այդ անմշակ հողերը մենք կարողանանք ուրեմն մշակել եւ մեր ներքին առնվազն պարենային կարիքները հիմնավորապես լուծել եւ գնաճը մեծամասամբ այո լոգիստիկ այդ խնդիրների պատճառով է, որը փաստորեն հարավը լրիվ փակվում է եւ մենք ամբողջությամբ կախված ենք մնում ռուսական քմահաճույքից եւ հասկանալիորեն դուք դրա մասին նշում եք, որ ընտրությունները տեղի ունենալու մոտարապես այն շրջանում, երբ Ծիրան է գյուղմթերքի ինչ են անելու այդ արտահանման ամբողջ ուրեմն շրջանը օգտագործելու են իշահս Հայաստանի դեմ Եվ ամփոփելով մեկ նախադասություն, ես չեմ իշխանությունների դեմ չեմ ապրիորի, այսինքն ես տեսնում եմ, որ այլընտրանքը լինելու է բացասական։ Դրա համար այս PR-ն էլ շատ սխալ են իդեպ իրականացնում, որովհետև լրջությունը պետք է միշտ երևա, այսինքն Հայաստանում այդ մտածել, որ այսօր ես մի բանը կուտեմ, հետո ինադու ներողություն վաղնել ես մի բանը կուտեմ, սա ոչ թե վստահության նշան է, շատ մարդկանց սա վանում է, ես կասեի։ Ինչ Շնորհակալ եմ, Իլիչ, շնորհակալ եմ Մաղմուն։ Շնորհակալություն։ Մենք կհանդիպենք նաև հաջորդ երեքշաբթի։ Ուրեմն խաղաղություն եւ բարի նոր ձեզ։